2008-ի մարտի 1-ին սպանվածների հարազատներն իրենց խաբված են զգում։ Եվրադատարանում նախկին ազգային դատավոր Ալվինա Գյուլումյանի նախօրեի պնդումները մեր եթերում նրանց հիմք են տվել եզրակացնել, որ սպանությունների գործերով նախաքննությունը շարունակելուն ուղղված իշխանությունների բոլոր խոստումներն ու հրահանգները Եվրոպական դատարանում իրենց գանգատների քննությունը ձգձգելու նպատակ են հետապնդել։ Գյուլումյանը Եվրադատարանում 4 տարի քննություն չսկսելու գլխավոր պատճառը համարում էր սպանությունների գործերով երկրի ներսում շարունակվող քննությունը։ Իրանց պետքա ձգձգեն, հետո ինչ կլինի, դե իրանց վաբշե չի հետաքրքրում, դա մեզ է հետաքրքրում ծնողներիս, դե մենք էլ ես իմ սաղ կմնանք, թե չենք մնանք, որոշ մաս արդեն զով է բացած, ես երազում եմ տեսնեմ իմ բացահայտումը, երազում եմ, իմ միակ երազանքը դա է, իմ ապրելու նպատակն է դա, որ մարտի 1-ը բացահայտվի, ես տեսնեմ մեր երեխեն անմեղ ինչի զոհվեց, չէ որ ես հավիճուտ չեմ կորցրել 28 տարեկան իմ 1.4 երեխին, սա անելու բան չէր, հանուն իրանց աթոռների, որ իրանք նստեին իրենց փափուկ աթոռները վայելեին, բայց այդ փափուկ աթոռի նստելուց հետ մեկտեղ թող հələ մի հատ նային ինչի շնորհիվ նստեցին, գորիկի 40 օրական երեխի հաշվին, որ այսօր սկի չեն էլ հիշում գոյություն ունեն կան, չկան, ապրում են։ Հիշեցնենք, նախ 2011-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց քննությանը նոր թափ հաղորդել, տարիներ անց էլ անցյալ տարվա աշնանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է, զոհերի հարազատներին գործը տեղից շարժելու հույս տվեց։ Այնուհետև հայտարարվեց զոհերի գործերը առանձին վարույթներով քննելու մասին։ Թե ինչ առաջընթաց կարելի է արձանագրել վերջին խոստումից մոտ 10 ամիս անց, գլխավոր դատախազությունն այսօր մեր հարցմանն ուղարկած գրավոր պատասխանում խորհուրդ է տալիս նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ նախաքննությունը իրականացնող մարմնից։ Կոնկրետ զոհերի ընտանիքներն ասում են, բացի իրենց նորից հարցաքննության կանչելուց, որևէ այլ բանից տեղյակ չեն։ Առանձնացրել է, հասկացանք, տնողին ինչի է կանչում։ Նոր բան ունի արած, թողարձանագրի, ասի, այ տնող, արի, այս բանը պետք է անես, տնողին կանչվեց քննության, տնողն ինչ ասի, տնողը տանը նստած հաջորդ օրը ժամը 2-ին ասել են տղա չկա, ես գնամ նրան ինչ ասին, երբ ասելիքս 7 տարի առաջ ասել եմ, գրել եմ, տվել եմ ձեռքները, չեմ հրաժարվում իմ գրածից, ստորագրել եմ դրա համար։ Սարգիս Քլոյանի տարի ինչ են քննում, հեսա 7 տարի քննում են, այս մարդն ինչ պետք է ասի, նորություն պետք է բանանի, թե գրի, ինչ գրեմ բայց, Սարգիս Քլոյանը մեղավոր էր իր երեխին քաղաքի կենտրոնում գնդակարել են հերիք չի, մեկ էլ արի նորից գրի, թե ինչ ա եղել, ոնց ա եղել, ինչ ա եղել, այ քեզ բան, որ դու այդքան բանը չգիտեք այս 8 տարի, ինչ եք նստել այդտեղ։ Կոստանյանը խոստացել է արդեն այս աշունը մի տարի ա լինում, որ սալը տեղից կշարժվի, ինչ են արել, թող ասեն, բացի մեզ քննելուց, իրավահաջորդներին քննելուց, ինչ են արել, դե կներես։ Իրավաբաններն ակնհայտ են համարում, որ իշխանություններն իրականում շահագրգիռ չեն որևէ բացահայտման հարցում։ Բոլոր այս միջոցառումները ըստ նրանց արվել են Եվրոպական դատարանին ուրեմն խաբելու համար, ես չեմ վախենում այդ բառից, ինչպես նաև մարտի 1-ի գործով առաջի հերթին շահագրգռված անձանց աչքերին թոս փչելու համար։ Այնպես որ կարծում եմ այդ բոլոր գործընթացները դրանք ընդհանրապես էժան շոուներ էին, ամբողջությամբ համաձայն եմ վերջերս Վահե Գրիգորյանի հայտնած այն մտքին, որ Ալվինա Գյուլումյանը ամեն ինչ արել է Եվրոպական դատարանում խոչընդոտելու թե մարտի 1-ի զոհերի հետ կապված գանգատի ընթացքը, թե ընդհանրապես մարտի 1-ի քրեական գործերի հետ ուղարկված գանգատների ընթացքը։ Վկայակոչեց Բուխարեստի զանգվածային անկարգությունները։ Ես էլ կվկայակոչեմ Մայդանի ուրեմն Եվրոպական դատարանի արագացված, երբ որ դեռ հանցագործությունը չկատարված, հա, շատ թարմ կատարված, դեռ ներպետական ատյաններում դեռ չէին հասցրել քայլ անել, Եվրոպական դատարանը վարույթ ընդունեց ու սկսեց գործի քննությունը։ Շատ արագացված կարգով։ Տիկին Գյուլումյանը երևի այդ պահին արձակուրդում ա եղել։ Երևի չի հիշում ինչ այդ դեպքերը։ Այսինքն այն դեպքերում, երբ որ պետք է արագ արձագանքել, Եվրոպական դատարանը արագ արձագանքում է։ Այ Ալվինա Գյուլումյանը եթե անկեղծանար, ինքը կարողանար պատասխանել, թե ինչ խոչընդոտող հանգամանք ա եղել Եվրոպական դատարանում։